Վերջին տղա։ Ձեր գործով երկու պաշտպաններ Արամ Արտյովանյանը եւ Լիանա Գասպարյանը գնացին խորհրդան, չեք կարծում, որ իրավական առումով մի փոքր անպաշտպան կմնաք։ Չէ, ես իրավական առումով շատ ուժեղ պաշտպաներ ունեմ, բայց իրեն գնացին, որ այն մարդիկ իրենց գնահատեն որպես պաշտպաններ եւ հետագայում օգտվեն իրենցից։ Մի հարց էլ պարոն Կարապետյան, ու վերջ։ Մի հարց էլ Ես եմ առաջարկում։ Մի հարց էլ տեսեք, իսկ Ռուսաստանը որ գնալով ավելի խստացնում է, արտահանման հարցերը գնալով ավելի դժվարանում են, արգելում է, դա ձեր ընդդիմադիրների պլանների ջրաղացին ջուր է լցնում, այսինքն ձեր օգտին է, դուք սպասում եք, որ ամեն ինչ կծայրահեղ դա վնաս է տալիս։ Դա օգուտ է տալիս Փաշինյանին, որովհետև իր սկզբունքների ուղղությամբ է դա, ինչ կան աղքատացրի մեր ժողովրդին, մեր գյուղացիներին, այնքան հեշտ կառավարի, չեք հասկանում։ Ռուսաստանի քայլերը ընդդեմ գործարարների ընդդիմության չեն օգնելու, որպես այդ բացարձակ, իսկ ինչով են մեզ օգնում։ Ավելի մոբիլիզացվի մարդիկ փողոց դուրս գան, գուցե ձեր հույսը դա է օրինակ։ Այն մարդը ամեն օր եւ ցանկություն ունի, կարողանում է խոսել Ռուսաստանի նախագահի հետ եւ կարողանում է այդ հարցերը բարձրացնել։ Ինչի համար լուծում չի տալիս, դա թող գնահատի մեր ժողովուրդը։ Իսկ դու կարող եք լուծում տալ օրինակ, կարող եք խոսել, օգնել նրանց տնտեսվարողներին։ Եթե ես վարչապետ լինեմ, դա կանեմ շատ արագ։ Իսկ որպես ընդդիմադիր լիդեր Ընդդիմադիր լիդեր տանը նստած, իհարկե չունեմ այդ հնարավորությունը։ Իսկ դե հաշվարկներով Դա պայմանավորված է լինելու շատ հանգամանքներից, քանի որ այս կառավարությունը չունի ընդունակություն, Հայաստանը կանգնեցին զարգացման ճանապարհին, ամեն օր ունենալու է ձախողումներ եւ մեր ժողովուրդը կտայի գնահատականը։ Դուք այդ ամեն ինչը մի մենակ մեզ հետ կապեք, ժողովուրդը պետք է գնահատի։ Այսինքն ինչքան վատ, այնքան ընդդիմության օգտին, իշխանություն այնքան վատ աշխատի։ Դե միշտ դա այդպես է։ Մեր հաշվարկը չի։ Դա ես չեմ ուզում իրենք վատ աշխատեն, բայց իրենք գենետիկորեն ընդունակ չեն լավ աշխատել։ Այսինքն մարդը կամ կարող է լավ աշխատել, կամ չի կարող։ Իրենք չեն կարող, 8 տարի չեն կարողացել։ Շնորհակալ եմ։